Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ Երկիր մեդիայի եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է եւ այսօր մենք պատրաստելու ենք գինովցած ձուկ։ Ինչու գինովցած ձուկ, որովհետեւ այս տարվա ընթացքում մենք հնարավորություն կունենանք նաեւ դիտելու իմ հետ միասին պատրաստված մեկ հաղորդում, որ նկարահանվել է Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում եւ որ նվիրված է գինեգործությանը։ Մենք գտնվում ենք հերթական անգամ Լոռու Չքնաղ բնության գրկում եւ իմ անմիջապես հետևում է գտնվում Հայաստանի քրիստոնեական սրբավայրից մեկը Աղթալայ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին եւ մենք հիմա կսկսենք մեր ձուկի պատրաստումը։ Մինչ պատրաստվում ենք պետք է մեր գործիքը սրենք, դանակը սրում ենք։ Քանի որ մենք նկարահանումները կատարում ենք բնության գրկում եւ միշտ չէ որ բոլոր անհրաժեշտ պարագաները մեր ձեռքի տակ են լինում կամ միշտ չէ որ հարմար է լինում ընդհանրապես ճիշտ նախապատրաստվել, հիմա մենք ձուկը կտեղափոխենք, որպեսզի մեզ համար ստեղծենք բավարար դաշտ, որպեսզի մաքրենք սոխը, մնացած պարագաները եւ արդեն սկսենք ուտեստի պատրաստումը։ Մեր կրակը արդեն վառվել է եւ պետք է ասեմ, որ մեր ստեղծագործական խումբը երբ որ գալիս էր Աղթալա նկարահանումների, իրենք անցել են բքի եւ ձյան միջով, բայց այստեղ տեսնում եք ինչպիսի եղանակ է, տառացիորեն մի 20 րոպե առաջ ուղակի արևը փայլում էր եւ հեռվում մենք տեսնում ենք ձյան շերտ, որ գտնվում է Արջագլուխ սարի մոտ, որը մեր սիրված սարերից մեկն է եւ պետք է ասեմ, որ աշխարհիս 50%-ը ինքը կյանքում ձյուն չի տեսել, ձյուն տեսել է միայն նկարներով։ Դժբախտաբար մեր մոտ էլ կլիմայի փոփոխությունները բերել են հանգեցնել են նրան, որ մենք էլ շատ ժամանակ ձյուն չենք տեսնում եւ ձյունը տեսնում ենք միայն հեռվից։ Իսկ մեր ստեղծագործական խումբը անցել է երկար ճանապարհ, որպեսզի հաղթահարի եւ այս նկարահանումները տեղի ունենան։ Հիմա մենք կտեղափոխենք ձուկը եւ կնախապատրաստենք մեր ուտելիքը։ Հիմա նախապատրաստում ենք սոխը։ Եվ սոխը նախապատրաստելու ընթացքում ասեմ, որ իմ հագին դուք տեսնում եք ազգային տարազ, որ մեզ սիրով տրամադրել է Տերյան մշակութային միությունը, որի ղեկավարն է Լիլիթ Մելիքյանը եւ իրենք բավականին մեծ գործ են անում ազգային տարազի հանրահռչակման գործում եւ մենք էլ որոշել ենք իրենց հետ միանալ եւ մեր ջանքերը միավորել։ Այդ իսկ պատճառով ես հաճախակի եմ կրում ազգային տարազ եւ տարբեր առիթներով։ Իսկ մեր խոհարարական կազմակերպությունը, որի ղեկավարն է բոլորիս կողմից շատ սիրված Սեդրակ Մամուլյանը, ինքն էլ բավականին մեծ գործ է կատարում հայկական խոհանոցի հանրահռչակման գործում եւ այստեղ այս հաղորդման մեջ կարող ենք ասել, որ մենք մեր ջանքերը միավորել ենք։ Սոխը կտրատեցինք։ Հիմա շուտով կտեղափոխենք թավայի մեջ։ Այս մեր գինովցած ձկան հետ մենք մատուցելու ենք նաև կարտոֆիլ։ Հիմա տեղափոխում ենք սոխը թավայի մեջ։ Ստեղծում ենք սոխային բարձիկ մեր ձկան համար։ Շարունակում ենք արդեն կտրատել կարտոֆիլը։ Պետք է ասեմ, որ կարտոֆիլը, որ եկել է Եվրոպայից, Հայաստան 19-րդ դարում, մեր բախտը բերել է, որ առավելապես օգտագործում են կարտոֆիլ Եվրոպայում եւ Ռուսաստանում, դեռևս Ասիայում ինքը շատ տարածված չի, գոնե կարտոֆիլի այն տեսակը, որ մենք ենք օգտագործում, այլապես այն դժվար հասանելի կլներ թերևս մեզ բոլորիս։
Այսքանը թերևս բավարար է։ Տեղափոխում ենք մեր թավայի մեջ։ Թավան մենք արդեն կարող ենք տեղափոխել կրակի վրա։ Մեզ համար եւ աշխատանքային տարածություն կբացվի, նաեւ մենք հնարավորություն կունենանք ջերմային մշակումը սկսել։ Հիմա ասում ենք ամենակարևոր մասին, կտրատում ենք ձուկը եւ այն տեղափոխում ենք թավայի մեջ։ Մոտավորապես մասնատելու համար 3 մատ ենք հաշվում, յուրաքանչյուր կտորի համար եւ այդպես կտրում ենք։ Մեկ ձուկը տեղափոխեցինք։ Աղթալայում հիասքանչ եղանակ է և ձկան պոչը տեղափոխեցինք, հետո արդեն մեջքի մասը, որոշ դեպքերում նաև գլուխը չեն օգտագործում և պոչը չեն օգտագործում, բայց մտածում եմ, որ ինքը հետաքրքիր համ է տալիս գլխի մասը և մեզ անհրաժեշտ է։ Հիմա մենք կտրատեցինք քաղցր պղպեղը, հիմա կծու պղպեղն ենք կտրատում։ Տեղափոխում ենք թավայի մեջ։ Ավելացնում ենք սամիտ։ Եվ թթվայնությունն ապահովելու համար 1 կիտրոն ենք կտրում։ Այսպես ախորժաբեր տեսք է ստացել։ Հիմա ավելացնում ենք կարագ։ Ավելացնում ենք ձիթապտղի ձեթ, և մեր գլխավոր բաղադրիչը, որը թույլ կտա, որպեսզի գինով ցած լինի մեր ձուկը, մենք ավելացնում ենք վարդագույն տեսակի գինի։ Այն իդեպ պետք է ասեմ, որ պատրաստված է խաղողի կարմիր կանգուն տեսակից, մոտ 70% և նրան ավելացված է մոտ 30% լալվարի սպիտակ սորտը և բավական հետաքրքիր համ է ստացվել։ Հիմա մենք ավելացնենք այստեղ նաև 4 պճեղ սխտոր, 4 տարբեր կողմերում կդնենք, արդեն զգացում է, որ հոտը ախորժաբեր է, և պատրաստում ենք մեր ավանդական աղ պղպեղ ուրց համեմունքային խառնուրդը։ Դուք գիտեք, որ
Զուկը այսպես ասած շատ է սիրում աղ։ Սև պղպեղ ենք ավելացնում, այստեղ հատի կավոր։ Եվ իհարկե մեր համունքների թաքուհին ուրցը, որ քաղված է լալվարի փեշերից։ Հիմա մանրացնում ենք։ Հոտը զգլխի չէ։ Ընդհանրապես կերակուրը պետք է 3 պարտադիր պայմանի համապատասխանի՝ համը, հոտը եւ տեսքը։ Քամին որոշ մասը քշում է։ Ահավասիկ։ Հիմա կսպասենք 20 րոպե եւ մեր ուտեստը արդեն իսկ պատրաստ կլինի։ Մոտ 20 րոպեից։ Կրակը հիմա մենք կավելացնենք։ Վերջում մի փոքր կպակասեցնենք։ Սիրելի բարեկամներ, մենք հիմա բացում ենք եւ զգում ենք այն հոտը, որ արձակում է մեր ուտեստը, տեսնում ենք տեսքը, համն է շուտով կփորձենք։ Որոշ հեռուստատիտողներ մեզ ակնարկում են, որ ճիշտ չի, որ մենք միայնակ ենք ուտում, բայց պետք է ասեմ, որ միայնակ չենք ուտում, հանգիստ եղեք, մենք ստեղծագործական խմբի հետ ենք վայելում մեր ուտեստները, ինչպես նաև բոլոր այն մարդկանց հետ, ովքեր որ հյուր են լինում մեր Նուռի կենտրոնում Աղթալայի։ Եվ այժմ այս պահին մենք կփորձենք 1 կտոր, իսկ մնացածը բնականաբար կճաշակենք մեր բարեկամների հետ։ Վերցնում ենք 1 կտոր լավաշ, որովհետև գիտեք, որ մեր ավանդական հացն է լավաշը եւ առաջին հացատեսակը։ Վերցնում ենք գթալը եւ 1 պատառաքաղ, որպեսզի տեղափոխենք։ Տեղափոխում ենք։ Այս 1 փոքրիկ կտորն էլ ենք տեղափոխում։ Պետք է ասեմ, որ նմանատիպ ուտեստների դեպքում կարևոր է ոչ միայն ուտելիքը, հիմնական ուտեստը եւ հիմնական համը, որ մենք ստանում ենք, այլ նաեւ այն թանձրուկը, որ ստանում ենք ուտեստի պատրաստման ժամանակ։ Եվ եթե նկատեցիք, մենք բավականին բաղադրիչներ օգտագործեցինք, որպեսզի համը լավը լինի։ Հիմա կփորձենք ձուկը։ Սա պետք է ասեմ, որ մեր բոլոր ժամանակների, բոլոր ուտեստները, որ մենք պատրաստել ենք, թերևս ամենից համովն է ստացվել, որովհետև համային բաղադրիչները բավականին ընդգծված էին եւ կար կծու համ եւ թթվայնություն կար, որ ապահովում էր մեր կիտրոնը։ Ձուկը իհարկե այն բաղադրիչն է, որը թույլ է տալի մնացած համեմունքների հետ բավական հեշտությամբ ինքը վերցնում է, ինքը որովհետև բավական չեզոք համ ունի եւ մանավանդ մեր իշխանը, եւ կարող եմ ասել, որ մենք բավական հետաքրքիր համ ենք ստացել։ Մենք իհարկե այս ուտեստները կարող ենք նաեւ ճաշակել մեր Աղթալայի Նուռի կենտրոնում եւ այս տարի մենք մի քանի հետաքրքիր փորձ ենք ունենալու։ Առաջին փորձը, որ մենք ունենալու ենք, մենք այցելելու ենք Հայաստանի տարբեր գաստրոբակեր, որտեղ որ պատրաստում են հետաքրքիր ուտեստներ, մատուցում են հետաքրքիր գինիներ եւ ցույց ենք տալու Հայաստանի գաստրոնոմիական հնարավորությունները, որտեղ այս հաղորդումը, մտահղացումը երբ որ կար, մեր հիմնական խնդիրն էր, որ Հայաստան ներկայացվի նաեւ խոհարական քարտեզի վրա եւ Հայաստանում մենք ոչ միայն ցույց կտանք Աղթալայի հնարավորությունները, այլ նաեւ Հայաստանի 10 այլ մարզերի եւ բնականաբար նաեւ մայրաքաղաք Երևանի հնարավորությունները։ Մենք զուգահեռ մեր խոհարական այս փորձերին նաեւ կներկայացնենք հայկական գինեգործության պատմությունը եւ հայկական լավագույն գինիները կներկայացնենք եւ այն ուտեստները, որ մենք կմատուցենք, նաեւ խորհուրդ կտանք, թե ինչ գինիներ կարելի է նրանց հետ փորձել։ Եվ այս ուտեստի հետ, որովհետեւ ինքը ձուկը սպիտակ այսպես միս ունի, իր հետ նախընտրելի է, որ մենք օգտագործենք սպիտակ գինի եւ այն սպիտակ գինին, որ ես խորհուրդ կտայի, դա լալվարի տեսակի խաղողից պատրաստված սպիտակ գինին է, որը ավտոխտոն սորտ է, ասինքն աճում է միայն Հայաստանում եւ Հայաստանում աճում է լալվարի փեշերին եւ մասնավորապես լավ է ստացվում Բերթավանի դեպքում եւ պտղավանի խաղողի տեսակներից ստացված գինների դեպքում
եւ այս ձկան ուտեստի հետ գինով ցած այս ձկան հետ մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել Բերթավանի լալվարի տեսակի գինի։ Մենք կհանդիպենք հերթական անգամ մյուս շաբաթ եւ մյուս շաբաթ մեր հաղորդման հյուրը կլինի Սանկտ Պետերբուրգից մի հետաքրքիր խոհարար, որը եւ ռեստորատոր է եւ խոհարար է եւ մենք նրա հետ միասին կպատրաստենք հավը պետերբուրգյան ձևով։